Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով չի բացառվում, որ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և Գլխավոր շտաբի պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում չքննվի։ Հնարավոր է դատավոր Մանվել Շահվերդյանի վարույթից գործի քննությունը տեղափոխվի հակակոռուպցիոն դատարան և քննությունը շարունակվի նոր դատարանում։ Այս հարցը քննարկվում է դատական համակարգում և տեղափոխման հարցն էլ առաջ է քաշվել քրեական դատաբարության օրենսգրքի փոփոխություններից հետո։ Չի բացառվում, որ դատավոր Մանվել Շահվերդյանի դատական նիստերը ուշ նշանակելու և տարբեր պատճառաբանություններով նիստերը հետաձգելու գործելաոճը հենց այդ հանգամանքով էր պայմանավորված։ Գրում է թերթը։ Իրավունք թերթը գրում է, այն, որ այս օրերին հարաբերական լռություն են պահպանում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները, բոլորովին էլ չի նշանակում, թե նրանք հետ են կանգնել իրենց պահանջներից։ Թերթի տեղեկություններով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ավարտն ու նրան փոխարինելու եկող Աննա Վարդապետյանի պաշտոնի ստանձնումը հարթ չի անցնի։ Զոհվածների ծնողներն ու հարազատները, նրանց աջակիցները պատրաստվում են հուժկու ակցիաների, որի մեկնարկը կտրվի հենց գլխավոր դատախազության դիմաց, ինչի համար այս անգամ որոշել են ամենայն մանրամասնությամբ պատրաստվել, գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Կառավարության հուլիսի 21-ի հերթական նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով կրկին որոշում է կայացվել, որով բյուջեի միջոցներ են ծախսվում առանց հաշվետու լինելու։ Մասնավորապես որոշում է կայացվել իրենց բնորոշմամբ հրատապ խնդիրների լուծման համար 1,4 միլիարդ դրամ հատկացնել Սյունիքում գործող մի հիմնադրամի։ Հիմնավորման մեջ գրված է, որ այդ հիմնադրամը հրատապ է որակել վարչության շենքի նորոգումը, պետեկամուտների կոմիտեի համար նոր մեքենայի գնումը, ոստիկանության համար 2 նոր մեքենայի գնումն ու հիմնադրամի կուտակած պարտքերի մարումը։ Այստեղ ուշագրավն այն է, որ նախկինում մեկ անգամ ևս այս հիմնադրամը գումար է ստացել, սակայն այն չի ծառայեցրել նպատակին։ 2021 թվականի արտահերթ ընտրություններից առաջ կառավարությունը 1,5 միլիարդ դրամ հատկացրեց Սյունիքի մարզի կարիքների բավարարման համար նույն Սյունիքի մարզի զարգացման և ներդրումների հիմնադրամին։ Դա առաջացրել էր ֆինանսների նախարարության դժգոհությունը և առարկել էին, որ այդ հիմնադրամին պետական բյուջեից գումարի հատկացումը կասկածելի է։ Այդպես էլ անհայտ մնաց ինչ են արել այդ գումարները, սակայն դա չի խանգարում, որ կառավարությունը կրկին նման քայլի դիմի։ Ինչպես կասեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, էլ կոռուպցիան պոզով պոչով հո չի լինում, գրում է թերթը։